Ցավալիորեն ունեցել ենք 5 զոհ, 12 հոսպիտալացված անձ, վերջիններիս վիճակը բավարար է, 1 անձ դուրս է գրվել, նաև սեյսմիկ գնահատում է իրականացվել շենքում, բայց նախնական գնահատումը ամբողջական համալիր փորձաքննության է ենթարկվելու, ներկայությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել ըստ նախնական գնահատման, բայց հաշվի առնելով որոշ ռիսկեր, դեռևս բնակիչները չեն բնակվում եւ թե տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքապետարանի հետ կատարվել են աշխատանքներ, քաղաքացիներին այս առումով աջակցություն տրամադրելու համար բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ եւ անհրաժեշտ պարագաներ, մեծամասնությունը բնակչության հրաժարվել է բնակարանների տանն են բնակվել, 2 կին ունենք, որ օգտվել են եւ այս պահին հյուրատանն են բնակվում, դեպքի արդիվ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ պատճառների հատվածը այս շրջանակներում վերջնական կպարզվի, Մանավարդապետ ներկայումս ոստիկանության վերակարգերը իրականացնում են դեպքի վայրի պահպանություն, բնակիչների գույքը չկորսնվելու նախապայմանով եւ նաեւ ամբողջական վնասների գնահատում ենք նախաձեռնում իրականացնել, հետագայում նաեւ եթե փոխհատուցումների հարց լինի, այդ հարցերին անդրադառնալու համար։ Այսինքն այս պահին առանց Օթևանի մնացած մարդ չկա, մարդիկ ժամանակավոր բնակության տեղեր ունեն։ Ոչ։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, ցավակցում եմ մեզ բոլորիս եւ զոհվածների հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ եւ այստեղ մենք էլի պետքա վերադառնանք մեր մշտական թեմային, որ ստանդարտները եւ ստանդարտների արկայությունը եւ ստանդարտների իրականացումն է, որ մեզ հնարավորություն կտա կամ խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը